ամեն առավոտ ես սիրում եմ շատ շուտ արթնանալ եւ հայտնվել արվեստանոցում։ Իմ սիրած ինձ հարազատ միջավայրում հավաքել մտքերը եւ կանգնել մոլբերտի առաջ աշխատել։ Ծանոթանալով Վիլիկ Զաքարյանի արվեստին, հակամայից կարծում ես, թե նա 1952 թվականին ծնվել է Երևանում, ոչ թե ծննդատանը, այլ արվեստանոցում։ Արգելված պտուղ թեմային շատ տարբեր ձևերով եմ անդրադարձել, ես մի տարբերակում էլ մեծ մի խնձոր դրեցի վանդակի մեջ, որ ավելի շեշտված լինի, վանդակի մեջ է այդ արգելքի խորհրդանիշն ու մի Եվայի փոխարեն նկարեցի մի քանի Եվաների, որ հավաքվել են այդ արգելված պտուղի հարցերը քննարկելուց, այսպես ասած։ Նկարիչը հաճախ է օգտագործում սիմվոլներ եւ երկրաչափական մարմիններ, գծապատկերներ, եռանկյունիներ, հատակագծեր, սլանքներ եւ այլն։ Հիմա այստեղ այս տարբերակն է տարածական ծավալային այս հարթությունների վրա ստացել եմ այս պատկերը, որը երբ որ դու ճիշտ աչքի հորիզոնի կենտրոնը գիծը համընկնում է նկարի կենտրոնի հետ, ամբողջական խնձորը իր ուրվագծով ճիշտ երևում է։ Հենց այդ կետից խախտվում է արդեն դիտողը ուրիշ կետից է սկսում նայել այս մակերեսներին, հայտնվում են այդ կենտրոնից չերևացող նոր հարթություններ, որոնք նոր կոմպոզիցիոն կառուցվածքներ, նոր նկարներ, նոր պատկերներ է տեսնում դիտողը, որը ասենք այն մի կետից չէր երևում։ Այդ ժամանակ արդեն պետք է ինքը տարբեր կողմերից ուսումնասիրի այս աշխատանքը, որպեսզի տեսնի մնացած չերևացող պատկերները։ Այդպես։ Եվ հետո այս հարթությունները, քանի որ արդեն կային պատրաստ էին, մյուս էլ տարբերակը, մյուս թեման ստեղծվեց այս հետևի հարթությունների վրա, քանի որ արգելված պտուղն Ադամին Եվային դրեցի որոշակի արգելք հանդիսացող հարթությունների մեջ, բայց միևնույն է, իրենք, ասենք, էլի ձև գտան, ձեռքները դեպի արգելված պտուղը մեկնելու, օծնել այստեղ անգլերեն եւ Ադամ եւ Եվա, այդ բանը, այտենց պատկերել։ Սա էլ էս տարբերակով արված։ Թատերական ներկայացում է իբր թե, արտահայտություն կա, մեռավ թագավորը, կեցե թագավորը։ Умер король, да здравствует король, հա։ Բայց այստեղ մի հատ նրբություն էլ կա, թակուին ընկելա թագավորից առաջ ու զանգը իր ձեռքին է պահել, բայց կապիկի համար էլ միևնույն է, թե թագավորը նա էր, թե սա էր։ Աչքը գնդի վրա տեղադրեցի, նկարեցի, սա արեցի աշակերտներին, ուսանողներին ցույց տալու աչքի գնդի կառուցվածքը, այդ նպատակով էի արել։ Հետո sense որ դրեցի պատվանդանի վրա դարձավ ժամանակակից քանդակ։ Անվանումն էլ դրեցի ամենատեսը։ Այս քանդակներ կոչվող նկարը, որի հարթությունները որոշեցի անցկեր բացեմ մակերեսի վրա եւ որտեղից երևալու է հետևի գոյություն ունեցող պատը։ Գույնի վրա հայտնվելով իմ նկարը տալիս է այդ պատի եւ իմ նկարի գույների միասնական կոլորիտը։ Որոշեցի շարժվող նկար ստեղծել եւ մտածեցի կոնստրուկցիա, որ հնարավորություն տա այդ շարժումին, ստացա այսպիսի մի պատկեր։ Հնարավորություն ունի ծառը գա կենտրոն, հնարավորություն ունի գա մյուս կողմ
Եվ այդ բոլոր ընթացքներում փոխվում է նկարի կոմպոզիցիոն դասավորությունը։ Երգչուհու նկարի պահով ասենք, ստեղ ուրիշ հնչողություն ունի նկարը, գնաց կենտրոն ուրիշ ձևով է, գնաց մյուս դասավորությունը մյուս կողմի վրա, էլի փոխվեց նկարի կոմպոզիցիոն կառուցվածքը։ Հիմա այդ հայլիների այդ պատկերը ստեղ այս ձևով ստացել եմ, ինչքանով կհետաքրքրի դիտողին այդ հայլիների խաղը նկարի մեջ, այսինքն տեսեք, այս անկյուններում դեմքը կիսատ էին երևում, այնտեղ էլ հայլու մեջ առնում է ամբողջական։ Եվ այդ մյուս անդրադարձներն էլ իրենց էֆեկտն են տալիս նկարին եւ անսովոր մի պատկեր է ստացվում հայլիների անդրադարձի միջոցով։ Ինքնահաստատման շրջանը վաղուց անցած արվեստագետը շարունակում է որոնել նոր արտահայտչամիջոցներ ու ձևեր։ Ցուցադրվել սկսել է դեռ պատանի հասակից։ Որքան էլ ժամանակի ընթացքում փոխվել է արվեստագետի երանգապնակը, դարչնագույնի ու շագանակագույնի ներբերանգներից անցնելով արծաթավունին, միևնույն է դրանց բոլորի վրա զգալի է հեղինակի անհատականության զորեղ կնիքն ու ստեղծագործական ուրույն մտածելակերպը։ Ցանկություն առաջացավ հայոց դիցերին մի կտավի վրա պատկերել Վահագն վիշապաքաղին, Արամազդին, Տիր, Միհր, Անահիտը, Աստղիկ, Ծովինար, Նանե, այսպես ու սկսեցի էսկիզներ անել, էսկիզների ընթացքում տարբեր վարիանտներ, ինչքան որ հնարավոր էր, փնտրեցի։ Հիմա ես սա անում եմ ու թողում եմ դիտողի հայացողությանը։ Ինչ ձևի կընդունի, ինչ ձևի կընկալի, ինչ չափով դուր կգա, ինչ չափով դուր չի գա, այդ արդեն դիտողի հետ է կապված, նկարի եւ դիտողի այդ կոնտակտը։ Ես ոնց որ թե արդեն արանքից անում եմ, հետո արդեն ես դուրս եմ գալիս, մնում են իրենք երկուսով դիտողը եւ նկարը։